Երկրի վրա քայլող քաջարիուծները և երկնքում ծավառնող հերոսարծիվները։ Հեղինակ՝ Մատինա Մարինե Մանուկյան։ Սուրեն Սիսակի Ջարատանյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում, սակայն նրա արմատները սերել են Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքից։ Նախնիները ցեղասպանությունից հետո ցրվել են տարբեր երկրներ, իսկ հետո հայրենադարձվել Հայաստան։ 1958 թվականին ցեղասպանությունից փրկված մի խումբ բնիկ հին հաճնեցիների խնդրանքով Սիլավոյ կոչվող բնակավայրը անվանակոչվել է Նոր Հաճն, այնուհետև որոշ ժամանակ անց միահամուռ ուժերով կառուցվել է Կիլիկիայի պատմության թանգարանը։ Մեր հերոսը շատ հետաքրքիր և արկածներով լի մանկություն է ունեցել։ Եղել է ժիր, աշխույժ, չարաճճի երեխա։ Մի քույր, մի եղբայր էին։ 1962 թվականին գնացել է դպրոց, սովորել է Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցում։ Լավ է սովորել։ Իսկ ծնողների տված ամենօրյա այն փոքրիկ գումարները, որ պիտի ծախսեր տրանսպորտի վրա և դասամիջոցներին ինչ-որ բանով սնվեր, պահել է, հավաքել և քիչ-քիչ խաղալիք ավտոմեքենաներ գնել ու հավաքածու ստեղծել։ 6-ից 8-րդ դասարաններում գնացել է օպերայի և բալետի պարարվեստի դպրոց «Բարի», սակայն սկզբնական շրջանում հասակը կարճ է եղել, որի պատճառով ուսուցիչները դպրոցից դուրս են թողել։ Նորաթուխ պատանու Նուրբ Հոգին վիրավորվել է։ Իսկ մեկ տարի անց, երբ մի անգամից ու ի զարմանս ուսուցիչների բոյովացել է, վերջիններս հետ են կանչել, բայց նա այլևս չի վերադարձել։ Իսկ դպրոցն ավարտել է 1972 թվականին։ Դպրոցն ավարտելով զորակոչվել է բանակ, ծառայել է ռուսական բանակում։ Զորացրվել է 1974 թվականին։ Հաջորդ տարի 1975 թվականին ընդունվել է համալսարանի ջրաերկրաբանության բաժնի երկրաբանական ֆակուլտետը, մասնագիտությամբ երկրաբան էր, պրակտիկայի հետ կապված միշտ շրջագայում էր տարբեր երկրներ ու քաղաքներ։ Ավարտել է 1981 թվականին։ Ամուսնացել է 1978 թվականին սիրունատես Անուշի հետ և համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 3 աղջիկ։ Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո 1981 թվականի մարտի 7-ից աշխատանքի է անցել Երևանի մետրոպոլիտենում, աշխատել է մինչև 2016 թվականի ապրիլի 8-ը։ 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին մեր հայրենասերը Գյումրիում մասնակցել է փլատակների տակից վիրավորների ու զոհերի դուրս բերելու գործին ու դեռևս այդ թվականից ակտիվ մասնակցել է Հայաստանի անկախացմանն ու Արցախի ազատագրմանը նվիրված երթերին և ցույցերին։ 1990-ից 1994 թվականներին շուրջ 4 տարի ընկերների և մյուս բոլորի հետ մասնակցել է Արցախյան ազատամարտին, նաև Շուշիի ազատագրմանը։ Պարգևատրվել է Դրաստամատ Կանայան, Ծովակալ Իսակով, Մարտական, Մայրական երախտագիտություն, Երդվյալ ազատամարտիկներ և Հայաստանի երկրապահ մեդալներով ու զինանշաններով։ Արցախյան ազատամարտից հետո շուրջ 20 տարի ապրել ու արարել է արդար կերպով, սեփական քրտինքով ստեղծել իր օրվա հացը, ձեռք է բերել բնակարան, դստրերին մեծացրել, ամուսնացրել։ 2005-ից 2016 թվականներին եղել է Հաճն հայրենակցական միության քարտուղարը։ Նա մեծ կոլեկցիոներ էր, ուներ զանազան քարերի հավաքածու, նաև տարբեր երկրների մետաղադրամներ, հին մետաղադրամներից սկսած մինչև մեր օրերի մետաղադրամները։
Նրա մտերիմները գիտեին այդ մասին, երբ արտերկրից գալիս էին, որպես նվեր, մետաղադրամներ էին բերում նրա համար։ Մեր քաջը հոգով միշտ երիտասարդ էր, ուներ 7 թոռ և բոլորին էլ շատ էր սիրում ու նրանց շատ ժամանակ էր տրամադրում։ Երբեք տանը չէր նստում, նրանց հետ հաճախ էր գնում զբոսանքի, վերջիններիս ծանոթացնում հուշարձանների հետ, նախկինում էլ դստրերին է տարել, որպես մասնագետ երկրաբան, Հայաստանի ամեն մի վանքի, հողի ու բույսի մասին անգիր գիտեր։ Երկար տարիներ անձնվիրաբար աշխատել է Երևանի մետրոպոլիտենում, բայց քանի որ ազատամարտիկ էր, իր ամբողջ էությամբ ու ոգով մշտարթուն էր նրա մարտական ոգին, չէր կարող հեռու մնալ դիրքերից ու զինվորներից, որի հետ կապված էլ Երկրապահ կամավորների միության ակտիվ անդամ էր և իր մարտական ընկերների հետ հաճախ էր այցելում նրանց, ոգևորիչ ու խրախուսական ելույթներ ունենում։ Նրա սիրտը 3 անգամ ստենդավորված էր և արդեն ուներ այլ առողջական խնդիրներ ևս։ Երիկամները վատ վիճակում էին, հազիվ էր քայլում, բայց այդ ամենը իրեն չէր մտահոգում, եթե հարցը վերաբերում էր հայրենիքի պաշտպանությանը, քանզի նրա հայրը Հաչնից էր, իսկ մայրը Էրզրումից։ Նրանք կոտորածը տեսել էին իրենց իսկ աչքերով, և մեր հերոսն էլ մեծացել դաստիարակվել էր նույն ոգով՝ պիտի Թուրքից վրեժ լուծել, ինչ գնով էլ լինի, թեկուզ սեփական կյանքի ու արյան գնով։ Թեպետ գիտակցում էր, որ եթե վիրավորվի, գուցե այս անգամ դա ճակատագրական լինի իր համար, բայց այդ փաստը նրա համար երկրորդական էր և մտածում էր թեկուզ և այդպես։ Միայն թե հայրենիքս չտամ ուրիշի, թեկուզ մեռնեմ հայրենիքս պաշտպանելիս, բայց միայն հայրենի հողիս վրա։ Ցավոք, այդպես էլ եղավ։ Երբ 2016 թվականին սկսվեց ապրիլյան պատերազմը, նրա սիրտն արդեն 3-րդ անգամ էր ստենդավորվել, ու նա նոր էր ապաքինվել, իսկ կինը հիվանդանոցում էր։ Լսելով պատերազմի լուրը, ազատամարտիկի հոգին ծառս եղավ, ուզեց կրկին զենք վերցնել, թեպետ ընտանիքի անդամները դեմ էին, հորդորում էին հետ կանգնել իր մտքից, բայց նրան հետ պահել չէր լինի, քանզի նա երդվյալ ազատամարտիկ էր, մեծն, հայրենասեր։ Միայն քրոջից տիկին Սուսաննայից էր թաքցրել, այն էլ միայն սկզբնական շրջանում, քանզի վերջինս միշտ ասում էր. «Եթե դու գնալու լինես, ես էլ եմ գալու»։ Ու նա կաներ դա։ Այդ իսկ պատճառով քրոջն ասել էր, թե ուղղակի ցուցակագրվում է, բայց չի գնալու։ Սակայն տրամաբանորեն կարելի էր ենթադրել, եթե ցուցակագրվում է, ուրեմն… Ուղղակի բան չկա, գնալու հավանականությունը եթե ոչ 100%, ուրեմն շատ մեծ էր։ Երբեմնի ազատամարտիկին կանգնեցնել կլիներ։ Նա հրաժեշտ տալով աղջիկներին, կնոջն էլ հիվանդանոցում ու Երկրապահ կամավորների միության իր ընկերների հետ կամավոր կերպով գնացել է։ Գնացել է, որ հավերժանա։ Գնացել է, որ իր ապրած հարուստ կենսագրությունը հիշատակ թողնի ամբողջ ազգին։ Իսկ քույրը հետո իմացավ, երբ նա արդեն Արցախում էր։ Հերոս Սուրենը միշտ դեռևս 1990-ական թվականներից սկսած, երբ մի բան անում էր, այնպես էր անում, կարծես դա նրա վերջին գործն էր։ Մարդկանց հետ այնպես էր շփվում ու հրաժեշտ տալիս, կարծես վերջինն էր դա։ Նրանք Երկրապահ կամավորականների միության ամբողջ վետերան կամավորներով Արցախ են գնացել ապրիլի 5-ին, այնտեղ նրան առաջարկել են չբարձրանալ դիրքեր, ասել են
Այստեղ էլ օգտակար կարող ես լինել։ Նա էլի չի լսելու բարձրացել է դիրքեր, որ լինի երիտասարդ զինվորների կողքին, քանզի միշտ ասում էր. դա ջահելի տեղ չէ, երիտասարդները պետք է լինեն մեր հետևում, թիկունքում, այլ ոչ մենք նրանց հետևում։ Ապա այնտեղից զանգել է մեծ փեսային, Արթուրին, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանել է իր աղջիկը, քանզի Արթուրը քնած է եղել։ Նա զարմանքով ասել է. ես քեզ չեմ զանգել, ինչու դու պատասխանեցիր։ Ապա զգալով, որ ժամանակ չկա, արագություն է պետք, չի կարելի ուշացնել, վերջինիս Դիաննային ասել է. ոչինչ չխոսես, մեզ լսում են, հեռախոսները լսվում են, միայն հիշիր իմ տեղը, մենք նայում ենք Մռավա լեռանը, և հապճեպ անջատել է հեռախոսը։ Դիաննան հուզված, բայց սթափ մտքով հետ գնալով դեպի այդ պահն ու այն վերլուծելով, բարձրաձայն մտածում է. եթե ես չպատասխանեի, եթե Արթուրն արթուն լիներ ու ինքը պատասխաներ, տեսնես էլ ինչ կասեր, գուցե ավելի շատ բան ասեր։ Նրանց գնացած օրը, ապրիլի 5-ին, հրադադար է կնքվել։ Թվում էր վերջ, մեր կամավորը պիտի իր ամբողջ ազգի հետ ցնցար այս կարևորագույն փաստի համար։ Թվում էր հաղթանակն ուսերին առած տուն պիտի գար, որ հարազատների, ընկերների հետ ու ազգովի նշեին այդքան բաղձալի հաղթանակը։ Սակայն միայն թվում էր, քանզի նա չէր համակերպվում այն մտքի հետ, որ իր ընկերների ու շատերի արյան գնով ազատագրված հողերը հանկարծ կորցնեին։ Ճիշտ է, հրադադարը կնքված էր, բայց Նենգադա ոսոխը դեռ չէր հանդարտվել ու շարունակում էր սահմանին ոտնձգություններ անել։ Մեր հզորը չէր կարող թողնել սահմանն ու իրենից առավել երիտասարդ զինվորներին, և ապրիլի 7-ը մշուշոտ բացվեց Ճարատանյան ընտանիքի ու գերդաստանի, նաև հենց իր անվախ խուքաչ Սուրեն Ճարատանյանի համար։ Նա իր նման կամավորագրված իր ընկերների հետ թալիշում էր։ Նենգադա ոսոխը, կրակ բացելով հայկական կողմի ուղղությամբ, իր մահաբեր կրակոցով թիկունքից մի ամբողջ ավտոմատ կրակահերթ թողեց նրա մարմնի վրա։ Նա եղել է մի վայրում, որի դիմացի սարը Մռավա սարն էր, ինչպես և ասել էր աղջկան։ Նա վիրավոր, բայց դեռ ողջ է եղել։ Նույնիսկ հասցրել են տեղափոխել Մարտունու հոսպիտալ, բարդ ու երկարատև վիրահատություն անել, որից հետո ուղղաթիռով տեղափոխել Երևան, և կրկին դեռ ողջ է եղել, սակայն, ինչպես վերը նշել էի, նրա սրտի ու այլ առողջական խնդիրներն ուժազրկել էին նրան, էլ պայքարելու և դիմադրելու ուժ չէր մնացել։ Բայց և այնպես զարմանալ կարելի է, թե որքան ուժեղ կամք է ունեցել, որ այդքան առողջական խնդիրներով հարուստ լինելով, այդքան ժամանակ էլ ողջ է մնացել։ Այո, քանզի դեռ ի սկզբանե նա և իր ազատամարտիկ ընկերները մի կարգախոս ունեին. ոչ երանի այն ազատամարտիկին, այն զինվորին, ով վերջինը կմեռնի Հայոց հզոր լեռների կիրճերում և կդառնա անթաղ ու կորսված զինյալ։ Ու նա, իր կարգախոսին համապատասխան, ողջամիտ ուղեղով այնքան է պայքարել մահվան դեմ, մինչև հասել է Երևան ու գիտակցաբար հասկացել, որ այլևս անթաղ և կորսված չի մնա, կունենա իր տունը հավերժական, որտեղ իրեն ծաղիկներ կբերեն, ու հանգիստ հոգով հանձնվել է իրեն ջլատող վերքերին և ցավերին, փակելով ցավից ծանրացած կոպերը։ Այս անգամ
հավերժ է փակել աչքերը, հայոց լեռների հզոր արյուծը, դառնալով արծիվ, հայոց սիկապանձ լեռների, սլացել է երկինք, որ ճախրի իր հայրենի լեռներում և հսկի իր ազգի խաղաղությունը։ Բոլորի կողմից շատ հարգված էր մեր հերոսը, սիրված մարդ բարի դեմքով ու բարություն տարածող, փառք ու խոնարհում նրա հիշատակին։ Նա հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով, Արցախի հայրենիքի պաշտպանության համար շքանշանով, ապա Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից հայրենիքի պաշտպանության համար շքանշանով։ Նա միշտ առաջինն էր մտնում կռվի մեջ, վերջինը դուրս գալիս։ Գնալուց առաջ մի միջադեպ է եղել հիվանդանոցի ու մեր հերոսի կնոջ անալիզների պատասխանների հետ կապված։ Կարծես նա գիտեցել է իր վերջն ու ինչ է լինելու, ու այն, որ միշտ կարգավորում էր ամեն ինչ և նոր գնում, էլի նույն ձևով այդ միջադեպն էլ հարթել է, ապա դարձել մեծ աղջկան Դիանային։ Ամեն ինչ քույրերիդ մի ասա, նրանք քեզանից թույլ են, ավելի զգայուն, ավելի էմոցիոնալ, լացուկոծ են դնելու, թնգթնկալու են, դու ուժեղ ես ու կարող ես ամեն ինչ հաղթահարել։ Դիանայի ամուսինն էլ կատակով ասել է. «Ինչու ձեր տղան էլ Դիանան է»։ Մեր հերոսը ժպիտով ասել է. «Այո, դե նա ուժեղ է»։ Նրա հորաքրոջ տղայի՝ Հայկ Հարությունյանի տղան 44-օրյա պատերազմի մասնակից է, ու հորն ասել է. «Պա, մարտերի ժամանակ հաճախ եմ զգացել Սուրիկ Հոպարի ներկայությունը կողքիս, կարծես ինձ պաշտպանում էր»։ Մեկնաբանություններն այստեղ միանգամայն ավելորդ են։ Մարդն ահա այսպես պիտի ապրի, որ իրենից հետո էլ հպարտությամբ հիշեն իրեն, և նա ինքն էլ դարեր ապրի իր թողած ծիր կաթիլի շնորհիվ։ Փառք ու խոնարհում քեզ, հերոս ջան։